Excellency Ararat Mirzoyan, Minister of Foreign Affairs of the Republic of Armenia. Honorable Mr. President of the Republic of Armenia, Honorable Mr. Prime Minister of the Republic of Armenia, Honorable Mr. President of the Republic of France, Honorable Mr. Presidents of National Assemblies, Excellencies, distinguished colleagues, friends. I am privileged to welcome you back to Yerevan for the third edition of our dialogue. In a world that increasingly discourages stability and continuity, որ այս համաժողովը վերադարձել է արդեն իսկ հզոր ուղերձ է։ forums endure when Համաժողովները կենսունակ են մնում այնքան ժամանակ, քանի դեռ ունեն ասելու բովանդակություն։ Հավատացեմ, մենք ունենք ասելիք։ in this very room, Անցյալ տարի մենք հանդիպեցինք հենց այս դահլիճում, նավարկելով անհայտության միջով խորագրի ներքո։ Մենք ներագրեցինք մի աշխարհ, որը պատված էր խիտ մառախուղով, քանի որ ծանոթ ճարտարապետությունը փլուզվում էր։ the rules were Կանոններն անհետանում էին, weren't sure what was coming. եւ մենք վստահ չէինք, թե ինչ է սպասվում առջևում։ Maps, we Խոսեցինք կողմնացույցների եւ քարտեզների մասին, անդրադարձանք տեկտոնական տեղաշարժերին եւ ուղղության փոփոխությանը։ Մենք հարց էինք տալիս, թե ինչպես է մեզնից յուրաքանչյուրը նավարկում այդ անորոշ միջավայրում։ Այսօր այդ մառախուղը massամբ ծրվել է, but instead of calm sea, բայց խաղաղ ծովի փոխարեն many storms. մենք տեսնում ենք բազմաթիվ փոթորիկներ։ Face today are not metaphoric. Այսօր մենք դիմակայում ենք փոթորիկների, որոնք ոչ թե մետաֆորիկ են, այլ շատ իրական եւ համակարգային։ Their sovereignty, Դրանք փորձության են ենթարկում պետություններին, նրանց ինքնիշխանությունը, ինստիտուտները եւ անհատներին։ these storms, the Այսօրվա այս փոթորիկներին նայելով ուրվագծվում է հետեւյալ ավելի լայն պատկերը։ political storm. Աշխարհաքաղաքական փոթորիկ։ Law and global order Միջազգային իրավունքն ու գլոբալ աշխարհակարգը պարզապես ճշմարտակ չեն, դրանք ակտիվորեն քանդվում են։ dangerous shift. Մենք ականատես ենք լինում վտանգավոր մի տեղաշարժի, երբ ուժի իրավունքը միտում ունի փոխարինել իրավունքի ուժին։ Աշխարհակարգը պահպանելու համար ստեղծված բազմակողմ ինստիտուտներն բախվում են իրենց ազդեցությունն ապահովելու բարդությունների մի աշխարհում, որն այլևս չի սպասում նրանց վճռին։ Nuclear rhetoric, one Միջուկային հռետորաբանությունը, որը նախկինում սահմանափակված էր սառը պատերազմի ամենամութ սենյակներով, վերադարձել է քաղաքական հիմնական դիսկուրս, ինչը պետք է անհանգստացնի բոլորին։ Տեխնոլոգիական պատերազմ։ Տեխնոլոգիաները զարգացել են շատ ավելի արագ, քան դրանցից բխող ռիսկերն ու հնարավորությունները կառավարելու մեր կարողությունը։ artificial intelligence, Արհեստական բանականությունն այլևս ֆուտուրիստական երազանք չէ, այլ ներկայի ուժ։ we all were Մենք բնականաբար կանխատեսում էինք, որ այն կվերափոխի արդյունաբերություններ, կվերացնի որոշ մասնագիտություններ եւ կփոխի աշխատանքի էությունը։ Բայց դրանից զատ AI has also turned արհեստական բանականությունը նաեւ դարձել է մանիպուլյացիայի ուժեղ գործիք։ information at an industrial Արդյունաբերական ծավալներով գեներացնելով ապատեղեկատվություն, and target ստեղծելով կեղծ իրականություններ եւ իրավուժական ճշգրտությամբ թիրախավորելով ժողովրդավարական հասարակությունները։ the global Տնտեսական փոթորիկ։ longer stable Համաշխարհային շուկան այլևս կայուն չէ, իսկ վերջին զարգացումները that open trade խորապես սասանել են այն համոզմունքը, որ բաց առևտուրն օգուտ է բերում բոլորին։ that connect continents are Մայր ցամաքներ միավորող մատակարարման շղթաները հեշտությամբ խզվում են։ Էներգակիրների գների տատանումները կարող են մեկ գիշերվա ընթացքում խաթարել ազգային տնտեսությունները։ Տնտեսական պատժամիջոցները դարձել են աշխարհաքաղաքական ճնշման առօրյական գործիք, առևտուրը վերածելով մարտադաշտի։ Բնապահպանական փոթորիկ։ Բնական համակարգերը, sustain life on earth, որոնք ապահովում են կյանքը երկրի վրա, մեր կլիման, ջուրը, հողը, անտառներն ու կենսաբազմազանությունը այլևս պարզապես չեն փոփոխվում, դրանք գտնվում են լրջագույն ճնշման ներքո։ gradual warming into a Մենք աստիճանական տաքացումից անցել ենք խորը անկայունության շրջան, որտեղ բնապահպանական վնասը խորացնում է ցանկացած այլ ճգնաժամ։ land degradation and Կենսաբազմազանության կորուստը, հողի դեգրադացումն ու անտառատումը թույլատնում են բնության վերականգնվելու կարողությունը, մինչդեռ բնական ռեսուրսների չափից ավելի օգտագործումը վտանգում է հասարակությունների գործառնության համար անհրաժեշտ հավասարակշռությունը։ Այս փոթորիկները իհայտ չեն եկել առանձին, դրանք հայտնվել են միասին եւ փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց։
Աշխարհաքաղաքական ցնցումը հանգեցնում է տնտեսական խաթարումների, ինչն էլ իր հերթին խթանում է տեխնոլոգիական սպառազինությունների մրցավազքը, ինչն էլ ավելի է խորացնում աշխարհաքաղաքական պառակտումները։ Մինչդեռ բնապահպանական վնասն այս բոլոր մարտահրավերների կառավարումն էլ ավելի է բարդացնում։ Տիկնայք եւ պարոնայք։ Հայաստանը գիտի, թե ինչ է նշանակում լինել փոթորկի կենտրոնում։ Ես անկեղծ կխոսեմ։ Վերջին տարիներին մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու դժվարությունները շատ պետությունների կհասցնեին կաթվածի եւ փլուզման եզրին։ Ուստի ցանկանում եմ կիսվել որոշ եզրահանգումներով։ Երբ պետությունը հայտնվում է նման ալեկոծության մեջ, պատմությունն առաջարկում է 3 հիմնական ուղի։ Առաջինը մեկուսացումն ու օտարումն է։ Սա մի կողմ քաշվելու եւ գործողություններից խուսափելու ընտրություն է։ Հույս ունենալով, որ փոթորիկներից հեռու մնալով դրանք քեզ կշրջանցեն, իսկ հարմարավետության գոտին եւ ստատուս քվոն կպահպանվեն։ Թեև կարճաժամկետ հեռանկարում դա կարող է անվտանգ ընտրություն թվալ, պատմությունը ցույց է տալիս, որ նման մեկուսացումը չի պաշտպանում։ Այն պարզապես կտրում է պետություններին իրականությունից, դարձնում անպատրաստ եւ առավել խոցելի, ուժեղացնելով ճգնաժամին առերեսվելուց հարվածի ասացությունը։ Եվ փուչիկն ի վերջո պայթում է։ Երկրորդը փոթորկին տրվելն է։ Այս դեպքում իրականացվում են անարդյունավետ, սխալ եւ հյուծող գործողություններ, որոնք կանխատեսելի են եւ ինչն առավել վատ է, փոթորկի կանխորոշված սցենարով թելադրված, որի արդյունքում նպաստում ես փոթորիկի իր իսկ կողմից ընտրած ուղղությամբ քեզ ներքաշելուն։ Այսպիսով կորցնում ես վերահսկողությունը, այլևս չես որոշում քո իսկ ապագան, դառնալով սեփական պատմության օբյեկտը, այլ ոչ թե սուբյեկտը։ Իսկ պարզապես հոսանքին տրվելով կամ փորձելով սանձել այն, անխուսափելիորեն առերեսվում ես ուրիշների որոշումների զոհ դառնալու եւ գոյաբանական մարտահրավերների առջև կանգնելու վտանգին։ Եվ երրորդ ընտրությունը՝ անցնել փոթորիկների միջով, առաջնորդվելով պրագմատիկ մոտեցմամբ եւ ապագային միտված տեսլականով, ուղիղ առերեսվել իրականությանը առանց ընդունելուց խուսափելու փոխարեն։ Գիտակցել, որ անկայուն աշխարհում գոնե որոշակի կայունություն ապահովելու միակ ճանապարհը ղեկը սեփական ձեռքը վերցնելն ու հստակ գործուն ռազմավարությամբ առաջ շարժվելն է։ Եվ այո, թեև հաջողությունն այս պարագայում ամենևին հաստատուն չէ, սակայն առաջին 2 տարբերակները հաստատաբես կործանարար են։ Տիկնայք եւ պարոնայք, մենք Հայաստանի Հանրապետությունը մեր նորագույն պատմության ընթացքում անցել ենք այս 3 ճանապարհներով, թևակողել ենք այս 3 փուլերը։ Տասնամյակներ շարունակ մենք կարծում էինք, թե մեկուսի մնալով հաջողությամբ խուսափում ենք փոթորիկներից եւ պահպանում սովորական դարձած մեր հարմարավետության գոտին։ Սակայն երբ եկավ պահը, ճգնաժամը եւ այդ երևակայական անվտանգությունը փլուզվեց, մենք հայտնվեցինք մի հորձանուտում, որտեղ չնայած մեր համառ ջանքերին, մեզ ձգում էին դեպի անդունդ։ Եվ այդ ժամ ինչ որ մի պահի մենք որոշեցինք դուրս գալ պատմության այդ արատավոր շրջապտույտից։ Չհետևել այն ուղուն, որն ուրիշներն էին կանխորոշել մեզ համար, այլ ստանձնել պատասխանատվություն մեր սեփական ճակատագրի վերաբերյալ ինքնիշխան որոշումներ կայացնելու համար, չմնալ անցյալում, այլ նայել առաջ, կառուցելու ժամանակակից ժողովրդավար եւ զարգացած հասարակություն իրական ինքնիշխանությամբ եւ հստակ սահմանված տարածքային ամբողջականությամբ պետություն։ Այս իրողությունների պայմաններում իր որդեգրած խաղաղ կենսակերպով։ Եվ հենց այդ պահին է, որ ծնունդ առավ իրական Հայաստանի գաղափարը։ Ձեր գերազանցություններ, հարգելի հյուրեր, երբ թվում էր, թե տարբեր փոթորիկների ազդեցությամբ շուրջ բոլորն ամեն ինչ քանդվում է, մենք հաստատեցինք խաղաղություն։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գաղտնաժողովը նշանավորեց պատմական շրջադարձային պահը, երբ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը
ԱՄՆ նախագահի վկայությամբ ստորագրեցին համատեղ հռչակագիր։ Նույն օրը ես եւ իմ ադրբեջանցի գործընկերը նախաստորագրեցինք Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ միջազգայինորեն ճանաչված սահմանների անձեռնխելիության փոխադարձ ճանաչմամբ Հայաստանը եւ Ադրբեջանը կատարեցին պատմական քայլ, փակելով տասնամյակների հակամարտությունը եւ թեվակողելով խաղաղության ու կայունության նոր դարաշրջան մեր տարածաշրջանում։ Իհարկե, խաղաղությունը երբեք չպետք է ընկալվի որպես մեկանգամյա ձեռքբերում։ Խաղաղությունը պահանջում է մշտական խնամք, ուշադրություն եւ հայեցում, քանի որ եթե ջանք չներդնես դրա մեջ, այն կարող է վտանգել։ Ուստի խաղաղությունը ոչ թե իրադարձություն է, այլ ակտիվ ընտրություն, որը պետք է կատարել ամեն օր։ Սա անշուշտ ներառում է նաև մարդասիրական խնդիրների հասցեագրում, նպաստելով հասարակությունների միջև վստահության վերականգնմանը եւ իրական հաշտեցմանը։ Սակայն միայն դիվանագիտությունը բավարար չէ խաղաղության կենսունակության համար։ Այսպիսով, մենք ձևավորում ենք խաղաղության գործնական երաշխիքներ, մեր բարօրությունը դարձնելով փոխկապակցված եւ փոխկախված։ Երբ մենք կիսում ենք առևտրային ուղիներ, էներգետիկ ցանցեր, խողովակաշարեր եւ թվային կապեր, մենք կիսում ենք նաեւ ռիսկերն ու օգուտները։ Հետևաբար, մեր հարևանների հետ միասին, կառուցելով արևելքն արևմուտքին եւ հյուսիսը հարավին կապող ենթակառուցվածքներ, մենք ստեղծում ենք մի իրականություն, որտեղ մեր տարածաշրջանում յուրաքանչյուր դերակատարը անձնական շահագրգռվածություն ունի հարևանի կայունության հարցում։ Սա է ընկած մեր խաղաղության խաչմերուկ նախաձեռնության եւ թրիվ նախագծի հիմքում։ Խաղաղության համագործակցության եւ զարգացման հանձնառությունն է մեր հարևանների նկատմամբ մեր մոտեցումների ուղենիշը։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն արտացոլում է մեր այն համոզմունքը, որ բաց սահմաններն ու բարիդրեացիական հարաբերությունները լավագույնս կծառայեն մեր ժողովուրդների շահերին։ Վրաստանի հետ մենք շարունակում ենք խորացնել ռազմավարական գործընկերությունը, հիմնված փոխադարձ շահերի վրա։ Իրանի հետ մենք մշտապես պահպանել ենք բարեկամական կապեր եւ սերտ գործընկերություն։ Փոթորկի միջով անցնելու ռազմավարությունը հանգեցրել է խորքային վերափոխումների, նաև տարածաշրջանից անդին մեր գործընկերություններում։ Հայաստանը կատարել է ինքնիշխան ընտրություն, վարելու բալանսավորող եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, հիմնված ոչ թե մեկ կենտրոնից կախվածության, այլ տարբեր ուղղություններով բովանդակային եւ փոխշահավայտ գործընկերությունների ձևավորման վրա։ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ղազախստանը, Չինաստանը եւ եվրոպական երկրների ընդլայնվող շրջանակը այսօր մաս են կազմում Հայաստանի ռազմավարական գործընկերությունների համայնապատկերնում, ոչ որպես միմյանց այլընտրանքներ, այլ որպես բազմազան եւ համագործակցային արտաքին քաղաքական ճարտարապետության հենասյուներ։ Մեր անմիջական հարևանությունից դուրս այս վերափոխումն առավել տեսանելի կերպով դրսևորվել է Եվրոպական միության հետ հարաբերություններում։ 2025 թվականի դեկտեմբերին ընդունված ռազմավարական օրակարգը ստեղծում է համագործակցության կառուցակարգված հիմք քաղաքական անվտանգության եւ տնտեսական ոլորտներում։ Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը բացում է մի կարևոր դուռ, որը կարևոր է ոչ միայն կառավարությունների, այլև Հայաստանի քաղաքացիների առօրյա կյանքի համար։ Վերջին օրերին Եվրոպայի տարբեր երկրների ղեկավարներ սկսած Դուբլինից մինչև Թբիլիսի հավաքվել էին Երևանում, մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ինչպես նաև Հայաստան ԵՄ առաջին գագաթնաժողովին։ Ձեր հետ գերազանցություններ, բարեկամներ, ամփոփելով, փոթորիկները գուցե երբեք լիովին չսանձվեն։ Նոր անորոշությունները միշտ ի հայտ կգան, փոխարինելու արդեն իսկ հաղթահարվածներին։ Սակայն մեր փորձից քաղած դասը ֆատալիստական շարքից չէ։ Այն ընտրության, ազատության եւ գործելու ուժի մասին է։ Ռազմավարական տեսլականի եւ պատշաճ գործողությունների շնորհիվ փոքր պետությունները կարող են փոթորիկների միջով գտնել իրենց ուղին եւ կերտել իրենց ինքնիշխան, խաղաղ եւ բարգավաճ ապագան։ Այսպիսով, տիկնայք եւ պարոնայք, փոթորիկները միշտ կմոլեգնեն, ուստի եկեք դրանք միասնաբար հաղթահարենք։ Շնորհակալ եմ եւ բարի գալուստ Երևանյան երկխոսություն։